Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին եւ իր հերթական ուղիղ միացումն է իրականացնում Մոսկվայից։ Իսկ այսօր մեր տաղավարում մենք իսկապես մի հրաշալի հյուր ունենք։ Մեր լավ բարեկամ ում վաղուց չենք հանդիպել Փակ TV-ի եթերում, խոսքս նեյրովիրաբույժ մեր հասարակական հանրային գործիչ Մարինա Խաչատրյանի մասին է։ Բարև ձեզ Մարինա։ Բարև ձեզ։ Մարինա, դե օրերս ավարտված թիմ ընտրությունները ցույց տվեցին, որ այս իշխանությունները իսկապես ոչ մի վարկանիշ չունեն եւ չեն վայելում մեր ժողովրդի վստահությունը։ Ես կարծում եմ, որ դրա լավագույն ապացույցը թե Գյումրիի քաղաքապետի ընտրությունները, թե Փարաքյանում տեղի ունեցած ընտրությունները։ Դուք ինչ կարծիքի եք։ Նախ շատ ուրախ եմ նորից հյուրընկալվելու ձեր տաղավարում, պարոն Ղուշյան, եւ շնորհակալ եմ հերթական հրավերի համար։ Դե կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չի, որ այս իշխանություններն արդեն իրենց վաղուց են սպառել եւ դա արտահայտվելու է նաեւ ընտրությունների միջոցով, բայց մի քիչ նեղացնում է այն հանգամանքը, որ ամեն դեպքում 17000 մարդ գնացել եւ ձայն է տվել, քվե է տվել ՔՊ-ին, եկեք լինենք անկեղծ, որ դա բոլոր տոկոսներից ամենաբարձրն էր։ Իհարկե այստեղ եկեք հաշվի առնենք, որ եղել են ընտրակեղծիքներ, դրա մասին վկայում են բազմաթիվ փաստեր, եւ ոչ մի դեպքում դատական իշխանությունը, իրավական համակարգը չեն արձագանքելու այդ հանցագործություններին, դա արդեն մեզ համար ոնց որ սովորական է դարձել, եւ նաև եկեք արդար լինենք, ասելով, որ նախկինում ոչ ԿՊ-ական իրենց թեկնածուն, Սարիկ, եթե չեմ սխալվում Մինասյանը, անձնական նույնպես հարաբերություններ ունի, կապեր ունի եւ այդ մարդիկ եկել են անձին են ընտրել, ոչ թե ԿՊ-ին։ Այսինքն, եթե իրականում մենք նայում ենք իրական ցուցանիշները, ԿՊ-ի վարկանիշը այնտեղ երևի թե պլինտուսից ցածր է, բայց դա իրենց չի խանգարում, որ հարբած կամ թմրանյութի ազդեցության տակ իրենք ելույթներ ունենան, անպարկեշտ պահեն իրենց փողոցներում, բայց այստեղ ես ոչ մեղադրում եմ մեր քաղաքացիներին, ոչ մեղադրում եմ անգամ ընտրակեղծիք իրականացնողներին, ոչ մեղադրում եմ ընդդիմություն խաղացողներին, ոչ բոլորովին, այստեղ մեղավորը մեկ կառույց է եւ այդ կառույցի անվանումը ազգային անվտանգության ծառայություն է, ԱԱԾ։ Հիմա դա կլինի այսօր ծառայություն, դա կլինի վարչություն, թե դա կլինի նախարարություն, էական չի, որովհետև Սովետ միության փլուզումից հետո ընդհանրապես բոլոր երկրներում պետության քաղաքականությանը հետևում են անվտանգության ծառայությունները, ազգային անվտանգության ծառայություն։ Մենք լավ գիտենք անգլիական մի վեցի մասին, ռուսական KGB-ի, ամերիկյան ՑՌՈ-ի, լավ գիտենք Իսրայելի հատուկ ծառայությունները, Չինաստան, Հնդկաստան, թե իրենք ինչպես են գործում, իրենք ինչպես են առաջ տանում իրենց պետության շահերը։ Ես խոսեցի մեծ պետությունների մասին, մանր պետությունները նույնպես, Գերմանիան եւ այլն բոլորն իրենց անվտանգության ծառայություններն ունեն։ Եվ այդ անվտանգության ծառայություններում են մշակվում քաղաքականությունը, թե ինչ պետք է, ինչպիսի քաղաքականություն պետք է վարի տվյալ պետությունը։ Այդ անվտանգության ծառայություններն են որոշում, թե ովքեր կարող են դառնալ քաղաքական գործիչներ, ովքեր չեն կարող դառնալ քաղաքական գործիչներ։ Այդ անվտանգության ծառայություններն են որոշում, թե ով պետք է ընտրվի նախագահ, վարչապետ կամ նախարար նշանակվի։ Հիմա փաստացի մեր ազգային անվտանգության ծառայությունը որևէ կերպ պետական ուրեմն մտածելակերպ չի ցուցաբերում, որևէ ձևով առաջ չի տանում մեր ազգային շահը եւ չի պաշտպանում մեզ, որովհետեւ եթե պաշտպաներ, թույլ չէր տա, որ նույն Նիկոլ Փաշինյանին բանտում նվաստացնեին, սարքեին հայ ազգին ատող մարդ, հա, եւ բերեին դնեին, կարգեին մեզ ղեկավար, որ մեր պետությունը քանդվեր։ Ամբողջ պատասխանատվությունը կրում է ազգային անվտանգության ծառայությունը իր ներկա եւ նախկին բոլոր ղեկավարներով։ Թե այդ մարդիկ, ես բան չեմ ասում, մարդիկ կան, ովքեր շատ գրագետ, շատ լուրջ դպրոցներ անցած, շատ հետաքրքիր մտածելակերպով մարդիկ են, բայց այս մարդիկ ցավոք սրտի չեն ունեցել եւ չունեն պետական մտածողություն։ Եվ իրենք են մեղավոր, որ այսօր
Գյումրիում ընդդիմադիր կոչվող, հա, ուժի, եթե չեմ սխալվում, Մարտուն Գրիգորյանը, առաջնորդը, ունենալով կարծեմ թե 15% քվե, կանգնում եւ այդտեղ ներքին խոսակցություն եմ արդեն առաջ բերում եւ գնում է ՔՊ-ի մոտ, ասում է թող Սարիկը չլինի քաղաքապետ, ես դառնամ քաղաքապետ, այդ դեպքում ես ձեզ կմիանամ։ Այսինքն մարդիկ շատ գեշ ադրբեջանական, թուրքական բառացեմ բազար են անում մեր պետության անվտանգության հաշվին։ Դուք պատկերացնում եք ինչ է տեղում, եւ ազգային անվտանգության ծառայություն չի կանգնում, չի քաշում շլինքներից, տանի իր կաբինետներ, ասի տղա ջան, այստեղ պետության հարց է որոշվում։ Այստեղ մեր ժողովրդին մոլորեցնում եք, տգիտացնում եք, տանում եք, չգիտեմ ինչերով եք զբաղեցնում, մինչդեռ այստեղ մենք պետություն ենք կորցնում։ Հասարակ քաղաքացին, լինի բժիշկ, գյուղացի, ուսուցիչ, զինվորական, չի հասկանում այդ կեղտոտ քաղաքական խաղերից, բայց հո ազգային անվտանգության ծառայության ղեկավարներն ու բոլոր աշխատակիցները հասկանում են, թե ինչ է կատարվում։ Եվ նույն ազգային անվտանգության ծառայությունը այսօր մեր մոտ սահման է պահում։ Ու սահմանապահ զորքերի մասին հետո կխոսենք, թե ինչ կատաստրոֆիկ վիճակում են, մեր երեխեքի կյանքը ոնց են իրենք վտանգում։ Հետևաբար, այն որ Մարտուն Գրիգորյանը, կարող անունները մի քիչ սխալ ասեմ, ինձ կներեք, էլի, այն որ ասում է ցանկություն չունեմ հիշելու։ Գնում է ՔՊ-ի դուռը, հա, եթե չեմ սխալվում, տեսանյութեր կար, որ ինքը նախկինում ՀՀԿ-ի կողմնակիցն է եղել, չնայած հիմա ՔՊ-ում լիքը նախկին ՀՀԿ-ական կա, հա, ճամբարից ճամբար են թռնում։ Հիմա եթե այդ մարդը գնում է ՔՊ-ի դուռը, ասում է ինձ դարձրեք քաղաքապետ, ինչու պիտի Սարիկը դառնա, ու բազարը անում, հա, հիմա այդ Մարտուն Գրիգորյան ձայն տված մարդիկ, քվե տված մարդիկ, ինչու չեն հավաքվում, գնում ասում տղա ջան, մենք այստեղ չէինք եկել քեզ ընտրել, որ դու հիմա այսօր գնաս դառնաս ՔՊ-ական, մենք եկել ենք քեզ ընտրենք, որ ՔՊ-ից ազատվենք։ Ու այնպես չի, որ այնտեղ Վարդան Ղուկասյան ձայն տվողները մոլորված չեն, մյուսներին ձայն տվողները մոլորված չեն, սա կեղտոտ քաղաքական խաղ է, որից ամբողջությամբ տեղյակ է ազգային անվտանգության ծառայությունը եւ որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում ազգային անվտանգության ծառայությունը այս աբսուրդը կանխելու համար։ Մենք գտնվում ենք պետության անկման փուլում։ Հա, այս դա պայմանավորված չի միայն քաղաքական այս խառնաշփոթով, դա պայմանավորված է նաև քաղաքացիների եւ պետական ծառայողների մտածելակերպով։ Այսինքն քաղաքացիները դուք եթե գնաք քաղաքում էլ զբոսնելու մարզերում այդ զիբիլանոցը, որ ստեղծված է Հայաստանում, հա, մարդիկ չեն մտածում, որ պատուհանից աղբ նետելը դա հանցագործություն է։ Ոնց որ իրենց տանն են աղբ թափում, զիբիլանոց սարքում, այդ զիբիլի մեջ ապրում, նույն ձևով ամբողջ հանրապետությունն են սարքել զիբիլանոց։ Հա, մարդիկ չեն մտածում, որ բժիշկ ծեծելը դա հանցագործություն է, ոչ թե իրենց շահերի պաշտպանություն, որտեղ բժիշկները այդ վարքագծից զզվում են, թողում երկրից հեռանում են, ու իրենց բուժող չի մնալու այլևս, բայց զատո երկու կոպեկի համար կգնան իրենց ձայնը, իրենց քվեն ու հայրենիքի ճակատագիրը կվաճառեն։ Ու այս ամենի պատասխանատուն ոչ կրթություն չունեցող Նիկոլ Փաշինյանն է, ոչ էլ կրթություն ունեցող Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը։ Այս ամենի պատասխանատուն պետության հիմքում կանգնած ազգային անվտանգության ծառայությունն է, որ այսօր կանգ տարել է սահմանապահ զորքա կանգնացրել Թուրքի գնդացրից 50 մետր հեռավորության վրա, երեխեքի կազարմա են սարքել, տեսանելի վայրում, ոչ մի բանով չպաշտպանված, թե թող գան ինձ բռնեն տանեն ածա, ասեն, այս ինչ ես հայտարարում, բռնեմ ձեռքներից տանեմ, ասեմ, այս եմ հայտարարում, ու ստիպեմ, որ տեսանյութ հրապարակեմ, որ երեխեքը գիշերը քնում են, կամ ցերեկը հանգստանում են, հաց են ուտում զինվորականների մաս, զինվորների մասն է խոսքը, Թուրքի գնդացրի նշանառության տակ։ Ու ոչ պոստ են սարքում, ոչ թույլ են տալիս ժողովուրդը ինքնապաշտպանություն իրականացնի։ Հա, ինչ է նշանակում, հավաքում են գյուղացիներին բաժանված զենքը, որ թուրքը եկավ իր դիվերսիոն խմբերով մտավ։ Գյուղացին ինչ որ մի զենք չունենա, ինքնապաշտպանվի մինչև դու զորք կուղարկես այնտեղ։ Այս ամբողջը կոչվում է պետության քաղաքականության տապալում,
պետության անկում եւ սրանից դուրս գալ կարող են միայն մարդիկ, ովքեր կոնկրետ մտածելակերպ ունեն։ Այստեղ միայն կրթության հարց չի, բազմաթիվ մարդիկ կան, լավ էլ կրթություն ունեն, բայց պետական մտածելակերպ չունեն։ Անձնական շահը գերադասում են ընդհանուրի շահից։ Այդ դրա համար այսպիսի լուրջ խնդրի առաջ ենք ու միայն ԿՊ-ով չի։ Տեսեք, պարոն Ղուշան, այսօր ԿՊ-ն է բռնում որոշ մարդկանց տանում, նվաստացնում, տանջում, հա, կտանքների ենթարկում, չարացնում այդ մարդկանց, հա, ընտանիքներին է կպնում։ Հիմա ես օրինակ չեմ հասկանում, Մարտուն Գրիգորյանը ում ընտանիքի անդամներին տարել կալանավորել են։ Ոնց կարա գնա համագործակցության ԿՊ-ի հետ։ Բայց ներսից ինձ ասում են, որ այդպես է, գնացել է քիչ չի պահանջներ է ներկայացրել։ Այսինքն այս մարդու վրա բռնաճնշումներ են կիրառվել, էլի ազգային անվտանգության ծառայությունը լուռ է, էլի իրավապահ համակարգերը լուռ են, թե մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, քաղաքականությամբ չեք զբաղվում, վաղ մյուս օրը թուրքը կմտնի, ձեր երեխեքին կմորթի, վաղ մյուս օրը թուրքը կմտնի առողջապահական համակարգով, կրթական համակարգով, թմրանյութերով, ձեր երեխեքին կտանի կփչացնի, մի հատ տենամ դուք այդ ոնց քաղաքականությամբ չեք զբաղվում։ Դե գնացեք մի 2 կոպեկ փողի համար, գնացեք մի 2 գտալ լափի համար, կներեք Նիկոլի բառն եմ օգտագործում, գնացեք ձեր երեխեքի ապագան վաճառեք։ Եթե ձեզ ձեռ է տալիս, որ ձեր երեխեքը գնան թրքանան, ձեր երեխեքը բոլորս լավ գիտենք, հա, բոլորի հախից կարող են գալ, մեր երեխեքի հախից չենք կարող գալ։ Եթե մեզ ինչ որ մեր հարևանը կարա նեղացնի, հա, մեր, չգիտեմ, դրկից կոլեգան, մյուս կարա նեղացնի ու իրանք մեկ վատություն անենք, հա, տանենք, նստացնենք, նու ես չեմ կարող, բայց նույն ԱԱԾ-ի աշխատողների կամ, չգիտեմ, այնտեղ իրավապահների մասում գլխներին սարքեք, տանեք, նստացնեք, չգիտեմ, սպանելու զակաս տակ, ես մյուսը ծեծելու զակաս տակ, կամ իր երեխեքին գողանակ տանեք, դուք ձեր երեխեքի հախից չեք կարող գալ ու ձեր հախից գալու են ձեր երեխեքը, ձեր թշնամիները, այդ թվում թուրքը, թե հայի ազգանունով ներքին թշնամին, ձեր երեխեքի վրա է աշխատելու, ձեր երեխեքին են նարկաման սարքելու, ձեր երեխեքին են ձեր դեմ տրամադրելու, ձեր երեխեքին են գոմիկ սարքելու, տանեն փչացնեն, բերեն կապեն ջաններիդ, ամեն ինչ արվելու է ձեր երեխեքի միջոցով ու դուք այսօրվա ձեր անգործությամբ, այսօրվա ձեր կուրությամբ, այսօրվա ձեր լկտի պահվածքով, ինչու ոչ, այսօր դուք աշխատող եք, վաղը դուք դառնալու եք սովորական թոշակառու, ով ոչ մի արտոնություն չի ունենալու, դուք չմտածեք, թե ձեր ԱԱԾ թոշակը ամեն ինչ փակելու է ու դուք հավերժ ապահովված եք լինելու, դուք չմտածեք քիչ մեծահարուստներ են եղել, որ այսօր ոչ մի բան չունեն, կամ քիչ պաշտոնյաներ են եղել, որ այսօր իրանց երեխեքը բոմժի կարգավիճակում են, դուք էլ ինձնից հո լավ գիտեք, կամ այսօր գուցե մի քիչ շատ եմ խոսում ԱԱԾ-ի մասին, իրենք բոլորից լավ գիտեն, թե ինչ արել Սորոսի հիմնադրամը Հայաստանում, որ նույն Լարիսա Մինասյանը, որ Սորոսի հիմնադրամի ղեկավարն էր, ըստ այսպես բացախբյուրների, դոլարային միլիոնատեր է ու դրսերում ինչ հնարավորություններ ունի։ Իրենք լավ գիտեն, թե ինչ արել USAID-ը Հայաստանում, որ այսօր ԱՄՆ-ում ինչ հետապնդումների են ենթարկվում, ինչ փորձարկումներ արել Հայաստանում։ ԱԱԾ աշխատակիցներն ու ղեկավարները շատ լավ գիտեն, թե ինչ գործ են անում այսօր բիոլաբորատորիաները Հայաստանում եւ ինչեր են արել։ ԱԱԾ աշխատակիցները լավ գիտեն, թե այսօր Հայաստանում, հատկապես Երևան օդի աղտոտվածությունը ինչ վիճակում է, բա իրանք ունեն առողջապահական բլոկ, բա ինչի այդ հարցերով ոչ մեկ չի զբաղվում։ Թե ես տեսանյութ էի դրել մեջում Լորիսի մի հատ Երևան սերիալ կար, չէ, Լորիսը, որ զանգում է շպիոնաժով զբաղվում, գործ ատալի։ Точно ԱԱԾ աշխատակիցների վիճակն է, ամբողջ օրը զբաղված են Լորիսի գործունեությամբ։ Ու այսօր իրենք պետք է գիտակցեն, որ ամբողջ պատասխանատվությունը, հա, այսօր մեկն ասում է Քոչարյանն ա ծախել, Սերժն ա ծախել, Նիկոլն ա ծախել, չգիտեմ, ամեն մեկին մեղադրում են։ Մարդիկ, սիրելի հայրենակիցներ, դուք հասկացեք, որ այս քաղաքական անունները իրենք պարզապես թող ինձնից նեղանան կամ չնեղանան, հասարակ պեշկաններ են, հասարակ զինվորիկներ են,
որոշում կայացնողների ձեռքում։ Այո, նրանց մեջ կան մարդիկ, ովքեր միջազգային տարբեր կառույցների անդամներ են։ Օրինակ Սերժ Սարգսյանը Մալտիսկի օրդենի անդամ է, Լևոն Տեր-Պետրոսյանը համապատասխան կառույցների հետ էլի համագործակցություն ունի, այս բային փաստ չունեմ, որ ասեմ, բայց շատ է խոսվում այդ մասին։ Ռոբերտ Քոչարյանը իբրև թե Պուտինի մոտիկ ընկերն է, բայց այնպես մոտիկ չի, ինչպես Լուկաշենկոն, եւ այնպիսի արժեք այլևս իրեն չի ներկայացնում, ինչպես Լուկաշենկոն։ Եվ ի վերջո, սիրելիներս, եկեք հասկանանք, եթե այս մարդիկ իրանից մի բան ներկայացնեին, ապա պետությունը չէին թողի, որ այս վիճակի գա։ Հետևաբար իրանք բոլորը եթե պաշտոնի կռիվ են տալիս, ի՞նչ տարբերություն ունի Նիկոլը մյուսը։ Այստեղ պատասխանատվությունը ամբողջությամբ ես դնում եմ ազգային անվտանգության ծառայության վրա, որովհետև 100-ից ավել կուսակցություն կա Հայաստանում, բայց ԱԱԾ-ն թույլ է տալիս մենակ մի քանի կուսակցության անընդհատ շրջանառվելու, անընդհատ պաշտոններ զբաղեցնելու, որովհետև մենք հասկանում ենք, թե այստեղ ինչ կեղտոտ խաղեր են գալի։ Պարոն Ղուշյան, իսկ ամենավատը նա է, որ ես համոզմունք ունեմ, խորին համոզմունք, որ մեր ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմը, այն միջին ցածր պերսոնալին բան չասեմ, բայց ես այդ համոզմունքն ունեմ, որ ղեկավար կազմը այսօր չի ծառայում Հայաստանի Հանրապետության, այլ ծառայում է արտաքին հետախուզական համակարգերին, դա կլինի Թուրքիո, դա կլինի Անգլիայի, ռուսական, ամերիկյան, ֆրանսիական, բոլորին, բացի Հայաստանից։ Մի պահել, մի օրվա ընթացքում մենք հիշում ենք նախագահ կոչեցյալ Վահագն Խաչատուրյանը ազատեց Արմեն Աբազյանին պաշտոնից, ժամեր անց Նիկոլ Փաշինյանը նշանակեց Արմեն Աբազյանին ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում։ Մոռացվեց, ոչ մեկ այդ մասին չգրեց, ոչ մի լրատվական, մենակ Արիանա Հովսեփյանի լրատվականը գրեց ու այդքանով սահմանափակվեց, կոծկվեց։ Բա մեկն ու մեկը իրեն հարց չի տալիս, ինչու այդպես տեղի ունեցավ, ով նշանակեց, ով հանեց, ինչ դրեցին դեմը, կամ ինքը ինչ կոմպրոմատներ դրեց սրանց դեմը։ Հասկանում եք, նենց որ մեղավորը ԱԱԾ-ն է։ Եթե ԱԱԾ-ն չլիներ այս ամեն ինչի մեղավորը, այսօր Նիկոլն էլ պաշտոնին չէր լինի, այսօր նարկոման Գյադեքը կներեք արտահայտությանս համար չէին զվռնի լակած ու հայ կանանց ձեռ առնեին ու Գյումրու փողոցներում թրև գային, այսօր գոմիկները թրև չէին գա Հայաստանի Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներում, չէին պղծի երեխեքին, այսօր թմրային թերը չէին տարածվի դպրոցներում, ամբողջական փորձարկումներ չէին արվի մարդկանց վրա, դե թող գան ինձ պատասխան տան, ես որպես հպարտ քաղաքացի իրենցից պատասխան եմ պահանջում։ Մարինա, իհարկե շատ ցավոտ հարցերի մասին ես խոսում, բայց պիտի ասեմ, որ մենք այսօր խիստ անհանգիստ ենք նաև այն իրավիճակում, ինչը տիրում է մեր առողջապահության ոլորտում։ Այդ մասին ինչ կարող ես ասել։ Առողջապահական համակարգը, ինչպես եւ մնացած համակարգերը, կրթական, պաշտպանական, անվտանգային, այսօր կրկին անկում է ապրում ՈՒՊԱԴ-ը ռուսերենով, եւ այստեղ, գիտեք, մենք իներցիայով ենք իհարկե առաջ գնում, այն բոլոր մարդիկ, մասնագետները, ովքեր աշխատել են, հիմնվել են բարոյական օրենքների վրա, պետության նկատմամբ իրենց պատասխանատվության հիման վրա են աշխատել, այսօր իրենք շարունակում են աշխատել։ Ես կարող եմ մատնանշել բազմաթիվ ուսուցիչների, ուրեմն եւ կրթական համակարգի դպրոցների, օրինակ ղեկավարների, դասախոսների, ովքեր շարունակում են հայ պահել մեր երեխեքին, իհարկե ցավոք կարելի է մատնանշել նաև բազմաթիվ այլ ուսուցիչների, ովքեր մոռացել են կամ չգիտեին անգամ, թե իրենց պարտքը որն է, իրենց աշխատանքն ու իրենց ուրեմն գործելակերպը ինչպիսին պետք է լինի։ Նույն կերպ նաև բժշկական ոլորտում, ես իրականում պաշտում եմ մեր երիտասարդներին, երբ որ ես տեսնում եմ իրենց նվիրվածությունը դե իմ ոլորտում, առողջապահական ոլորտում, իրանք կներեք այսպես մի քիչ բաց խոսեմ, հիվանդից չեն զզվում, հիվանդը կարա հետ տա, վատ լինի հետ տա բժշկի վրա, հատկապես ջահելները, հեռու չեն փախնում, բուժօգնություն են ցույց տալիս, կողքի են թեքում արագ, ամեն ինչը կազմակերպում անում են, կարա արուն լվիկ լինի, այդ բժիշկները, բուժաշխատողները չմտածեն, որ
իրենք ուրեմն կարող է հեպատիտով վարակվեն, սպիդով վարակվեն, ոչ մի ուրեմն ձևով չեն խուսափում հիվանդին բուժօգնություն ցույց տալուց։ Բժիշկները, բուժաշխատողները ենթարկվում են բռնության, ծեծի, այսօր էլ գալուց լսում էի շտապ օգնության բժշկի ուրեմն բուժաշխատողի վրա մոխրամանով էին խփել։ Հիվանդանոցներում բուժաշխատողները ծեծի են ենթարկվում եւ քանիցս ես խոսել եմ այս մասին ու ոչ մի իրավապահ կառույց գլխավոր դատախազակոչվում գնացել է երեք ազգային ժողովում լացակումած դուրս է գալիս ոչ մեկ ոչ բժիշկների, ոչ ուսուցիչների, ոչ զինվորականների շահերը չեն պաշտպանում օրենքով, չեն պաշտպանում տեղում։ Մենք ստիպված ենք ինքներս ինքնապաշտպանություն իրականացնել, մենք ստիպված ենք ինքներս ուրեմն մեր անվտանգության համակարգը ստեղծել մեր կառույցներում։ Եվ առողջապահական համակարգի խնդիրներից մեկը նշեմ, պարոն Ղուշյան, դա շատ ակնառու խնդիր է, այն որ դիակները, տղաների դիակները տուբերկուլյոզի դիսպանսերի նկուղում գցած էին, այսպես ворթնած վիճակում ու առողջապահության նախարարը ընդամենը ներողություն խնդրեց ու բոլորն իրեն ներեցին։ Հասկանում եք, այդպիսի բաները չի կարելի ներել։ Ես չեմ խոսում փորձարկումների մասին, ես չեմ խոսում իմ պայքարի մասին, իմ գործընկերների կռիվների մասին, երբ որ ամբողջ ժողովրդին շատ վատ բանի տեղ դրած, ինչ ասես այս ժողովրդի գլխին արեցին։ Հա, հետո էլ աշխատանքից ազատեցին, բռնաճնշումներ, չգիտեմ, տարբեր հարձակումներ, դատական պրոցեսներ։ Հա, ես չեմ խոսում արդեն պատերազմի մասին, թե ոնց տարան մեր երեխեքին կոտորեցին, ոնց գերության ընկան։ Տեսեք, ազգային ժողովում հավաքվել են մարդիկ անհետ կորածների բարեկամները եւ ասում են պահանջներ են ներկայացնում։ Դե ես թող լինեմ այս աշխարհի ամենադաժան մարդը, ամենակռան մարդը, ուղղակի իմ գործի բերումով ես 20 տարի շարունակ սովորել եմ ճիշտը ասել, ճշմարտությունը ասել, իմ ոլորտի հետ կապված, հա, իհարկե դա սովորել եմ ամերիկացիներից, գերմանացիներից, այնտեղ ճշմարտությունը մարդուց հիվանդից չեն թաքցնում, եւ հիմա ես իմ ժողովրդին ուզում եմ ճշմարտությունը ասել, անհետ կորածների հարազատները նույնպես թող լսեն, դե հիմա կնեղանան, թող նեղանան, եթե քաղցր սուտն են ասում, թող գնան Նիկոլ իրենց նորից կխափի հերթական անգամ։ Հարգելի, սիրելի հայրենակիցներ, այդպես չի լինում, որ տարիներ շարունակ 5 տարի ու 4.5 տարի ձեր հարազատները սարեր ձորերում կորած լինեն, հա, այդպես ապրեն Ռոբինզոն Կրուզոյի նման ու իրենց մասին ոչ մեկ չիմանա։ Սիրելի հայրենակիցներ, այնպես չի լինում, որ ձեր հարազատները գերության մեջ լինեն ու իրենց մասին ոչ մեկ չիմանա։ Այսինքն, երբ որ ասում են անհետ կորածներ, մի երիտասարդ կար, ում անունը բնականաբար չեմ տա եւ պատերազմի մասնակից էր այն ժամանակ զինվոր, պատկերացեք 18-19 տարեկան տղայի հոգեբանությունը ինչպես է խեղվել, երկար ժամանակ նա չէր խոսում ոչ մեկի հետ, հետո երբ որ հոգեբանները աշխատեցին նրա հետ, ինքը ինչ ասեց, որ ինձ ստիպել են մեր տղաների դիակները այսպես փոսի մեջ են լցրել ու ինձ ստիպել են, որ տանկով ես ճզմեմ իմ ընկերների դիակները։ Ու այդ մասին ոչ մեկ չի խոսում, բնական է խոսելու էլ չի, որովհետև սա անգամ պատկերացնել, ես էլ պատկերացնելուց մի քիչ լավ եմ, սա անգամ պատկերացնելը կարող է հասցնել կոմիտասի կարգավիճակի, խենթության ու խելագարության։ Բայց երբ որ այն ժամանակ ես բարձրաձայնում էի, ասում էի առողջապահության նախարարը հակասահմանադրական, հակաօրինական հրաման է ստորագրել գաղտնի ձևով օրգանների փոխպատվաստման ծրագրի մասին, որ մարդու կարծիքը չեն հարցնում, հա, իրանից օրգան վերցնեն, թե չվերցնեն, էլի ազգային անվտանգության ծառայությունը լուռ էր, էլի ոչ մի բան չէր ամ, չէ, որ ես ահազանգում ու հանցագործության մասին հաղորդումներ էի տալիս, մինչ այսօր այդ օրենքը գործում է, բայց այդ օրենքը ստորագրվել է պատերազմի ժամանակ, պատերազմից առաջ ներողություն ու քովիդից առաջ, ու երբ որ դագաղներով, փակ դագաղներով իբրև թե քովիդից մահացած մարդկանց
դիակներ էին հանձնում, վերջում պարզվում էր դիակներ են խառնել իրար կամ դիակ չի ուրիշ ինչ-որ բաներ են, տեղում թույլ չեն տալի հարազատների դիակները բացեն։ Երբ որ ես այնտեղ բացատրում էի, որ դա աբսուրդ է, դիակը չի շնչում, չի կարող օդակաթիլային ճանապարհով վարակի աղբյուր դառնալ, ինձ քարկոծում էին, այդ թվում նաև իմ սիրելի հայ ժողովրդի մի մասը։ Ու այստեղ էլի ազգային անվտանգության ծառայությունը լուռ էր։ Ու այստեղ հարցը կայանում է նրանում, որ անհետ կորածների հարազատները պետք է կամ գիտակցեն, որ իրանց երեխեքն այլևս գոյություն չունեն կամ հողի մեջ թաղված են, կամ 1000 անգամ ներողություն եմ խնդրում ցավի համար, հույս ունեմ ինձ ոչ մեկ չի ատի կամ դատի չի տա, որովհետև հավես չունեմ ու ժամանակ, կամ խոզերն են կերել, իսկ մենք գիտենք չէ, որ խոզերը դիակներ էին ուտում, շատ ենք լսել այդ մասին, կամ էլ օրգաններն են ծախել։ Իսկ մենք գիտենք, որ ուկրաինական պատերազմի դեռ առաջին են ավելի շուտ պատերազմի ժամանակ պատմություններ կան, հրապարակումներ կան, ոնց էին օրգանների վաճառքով զբաղվում, եւ այդ ամեն ինչը ապօրինի ձևով։ Այո, շատերին անհրաժեշտ է Բելարուսյան ոնց օրգանների փոխպատվաստման վիրահատությունների առաջատար է։ Ես ուրախացա, որ հիվանդանոցներից մեկում Հայաստան լյարդի փոխպատվաստման ծրագիր են իրականացնում, ներդնում, հա։ Բայց այդ ապօրինությունները առաջին հերթին ես այս ժամանակեր զգուշացել եմ, որ անդրադառնալու են մեր զինվորների վրա։ Ես մինչև պատերազմը աղաղակում ու ահազանգում էի, որ նման խնդիրներ է լինելու։ Եվ հիմա այսօր այս իսկության հետ բախվելով, եթե մեր հայրենակիցները, անհետ կորած զինվորների հարազատները չեն ուզում իրականությունը, իսկությունը ընդունել եւ հանգիստ թողել իրենց երեխեքի հոգիները, ուրեմն ես նաեւ կարող եմ մտածել, որ այստեղ իրանք ֆինանսական ինչ-որ բան ունեն, ոնց որ մարտի 1-ի զոհերի 30 միլիոն փող տվեցին, որ լռեն, դրանից հետո այդ փողը տվեցին Սևազգեստ մայրերը գնացին կառավարության շենքի դիմաց, ասին մեր երեխեքի, զոհված երեխեքի համար մեզ 30 միլիոն տվեք, բայց ես երբ որ ասում էի Փաշինյան Նիկոլի հոգեկան առողջության համար եկեք փող հավաքենք, ուղարկենք Գերմանիա մի հատ հետազոտվի այդ մարդը պատուհաս է, այդ 19-20 թվականներն էր, 19 թվական եկան ինձ ինչ ասեցին։ Ես էլ իրենց զգուշացեցի, ասի ձեր արարքի պատճառով Նիկոլ Փաշինյանը Սևազգեստ մայրերի թիվը հազարապատկելու է, ասեցին մեր Նիկոլին բան չասես, փող էին ուզում մարդիկ։ Հիմա ես իրականում չգիտեմ, այդ կռիվ պատերազմը թող ինձ ներեն, եթե ես սխալ եմ, որովհետև ես համոզված եմ, որ այդ մարդկանց մեջ կան նաև արդար մարդիկ, ովքեր իրապես միամտորեն մտածում են, թե 5 տարի, 6 տարի իրենց երեխեքը անտառներում իրենց են սպասում։ Չեն գտնելու ձեր երեխեքի դիակները, չեն վերադարձնելու այդ երեխեքին ձեզ, չեն վերադարձնելու իրենց մարմնի մասերն ու ոսկորները, ավելի լավ աղոթեք, որ այդ երեխեքի հոգիները հանգստություն ստանան։ Ու այդ նույն քաղաքականությունը նաև մտավ եկեղեցի, երբ որ ես ասում եմ եկեղեցին է լինելու մեր փրկությունը, մտան եկեղեցի, փչացրեցին եկեղեցու վարկանիշը, սարքեցին ծաղրուծանակի առարկա, որ այսօր այլևս հայ ժողովուրդը չունենա հոգևոր ապավեն, չունենա հոգևոր առաջնորդություն։ Հիմա մեկը կանգնի ասի եկեղեցին պիտի առաջնորդի, դուք տեսնում եք, թե ինչ ծաղրուծանակի են ենթարկում։ Ու այդ նրանից է, որ նույն Բագրատ Սրբազանը չհասկացավ, որ իրեն տարան ու քաղաքական շրջանակները վերցրեցին, մանիպուլացրեցին ու վարկաբեկեցին։ Այ Միքայել Սրբազանը շատ մեծ հարգանք ունեմ իր նկատմամբ, իր հանդեպ, հանդիպել եմ ես իր հետ եւ ինքը ճիշտ մարդ է, ինքը սառը դատող մարդ է։ Ես համոզված եմ, որ նմանատիպ հոգևորականներ մենք շատ ունենք, բայց մենք որպես ժողովուրդ գնում ենք անկման, որովհետև մենք գերադասում ենք սեփական եսը համընդհանուր մենքից։ Ու հիմա էդ էլ կբռնեն, կփչացնեն, կասեն եսը, մենք ուժեղ է եսից, եկեք մենքով առաջնորդվենք, կբռնեն, կփչացնեն, մարդկանց կհուսալքեն, որովհետև ազգային անվտանգության ծառայությունը իր տեղում չի, զբաղված չի հայկական պետականության պաշտպանությամբ, հայ ազգի անվտանգության ծառայելով ու այսօր, այո,
տարեք ինձ դատեք, տարեք բանտում փտացրեք, բայց ես խորապես համոզված եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետության այսօր ծառայում է օտար ուժերին, օտար պետություններին եւ հանցագործություն է իրականացնում ու ամբողջ պատասխանատվությունը ես բարդում եմ ԱԱԾ-ի վրա։ Դուք եք մեղավոր, բոլորի արյունը ձեր վզով է։ Մարինա, շատ շնորհակալ եմ այսօրվա բաց զրույցի համար, պիտի ասեմ, որ չեմ ուզում երկարացնեմ, որտեղ այնպեսի փաստեր եք ասում, որ դժվար է այսպես դրանք ընկալելը, իսկապես կարող ենք հասնել կոմիտասի հոգեվիճակին եւ խելագարվել այն ամենից, ինչ այսօր այս իշխանությունները իրականացնում են։ Ձեր ասած նույն ԱԱԾ-ն անբաժան չի այդ ամենից, բայց հավատացեք, որ գալու է ժամանակը, որ սրա վերջը տրվելու է։ Այս ժողովուրդը չի կարող հանդուրժել այս ամենը։ Ես ուզում եմ, որ դուք ձեզ լավ պահեք, զգույշ լինեք, որովհետև դուք մեզ պետք եք մեր վաղվա օրվա համար։ Ես արդեն կիսահիվանդ մարդ եմ, բայց հավատում եմ, որ դուք տեսնելու եք մեր պայծառ վաղվա օրը եւ ուզում եմ ձեզ հաջողություն մաղթել։ Պարոն Ղուշյան, ես ձեզ մեծ առողջություն եմ մաղթում։ Գիտեք, ավելի ճիշտ, ես ամբողջ օրը հիվանդ մարդկանց հետ եմ շփվում եւ ցավով եմ հիմա ասում, որ շատ թուլացել են մեր ժողովուրդը, հոգեբանորեն, այն աննկուն կամքը հիվանդության դեմ պայքարելու անկոտրուն կամքը գոյություն չունի, շատ նվնվան, թող ինձ չնեղանան, թսթսան են դարձել։ Ու երբ որ ես տեսնում եմ, որ դուք այդպիսի առողջական վիճակում հերվից հերհու կռիվ եք տալիս հանուն մեր պետության, դա ամենաբարձր խոսքերի ու ամենաբարձր հարգանքի արժանի, ես գիտեք հակառակ ձեզ, ես հավատում եմ, որ մենք միասին ենք տեսնելու այդ օրը։ Բոլոր անկումները շարունակվում են վերելքներով։ Չի լինում այնպես, որ ոչնչանա ամեն ինչ, փլուզվեն կայսրությունները, խնդրեմ, Ռուսաստանը կայսրությունն է ուզում իր վերականգնի, ԱՄՆ-ն ուզում է կայսրություն դառնա, Չինաստանը կայսրություն, բոլորը այն կայսրությունները, որ փլուզվեցին, հիմա նորից ուզում են վերականգնվեն։ Նույնը Թուրքիան ուզում է կայսրություն դառնա, բայց անցած հարցազրույցներ ասացի, Թուրքիա ոչնչանալու է, դառնա մի փուջուր կտոր, որտեվ քուրդ, Իսրայել, բոլորը խառնվելու են իրար։ Այստեղ մենք կարևորը որն է, մենք պետք է աննկուն լինենք, մենք պետք է հավատանք մեր մենքին, մենք պետք է հավատանք, որ վերելք ենք ապրելու, եւ ազգային անվտանգության ծառայությունը թող մի քիչ խելքի գա, ես շատ եմ ուզում, ես հավատում եմ, որ այնտեղ մարդիկ կան, ովքեր մեր պետության նվիրյալներ են, ուղղակի այսօրվա դրությամբ ոնց որ բազմաթիվ այլ կառույցներում, այսօր էլ ստիպված են իրենք լինել ստվերում, սուսուփուս մնալ, ոչինչ չանել, բայց գիտեք, նորից եմ զգուշացնում իրենց, ամեն ինչ վերադառնալու է իրանց երեխեքին, թող գոնե թե խղճան իրենց երեխաներին, իրանց երեխեքի ապագան եւ մեկ նկատառում պատմության անիվը պտտվում է, վերադառնում ենք նույն կետին եւ այս վիճակից ես արդեն կարծում եմ, որ մեզ հանելու են այս փուլում, մեզ հանելու է զինվորական իշխանությունը։ Սուրեն Պապիկյանը զինվորական չի, շատ թույլ ղեկավար է, այնտեղ ոչ մի բան չի անում իմ պետության համար։ Այսօր նկարներ տեսա, այնտեղ մի հատ փոխնախարար ունի, որ հրաչյա չգիտեմ ինչյան, մեր քաղաքապետ է եղել Երևանի, այդ հրաչյա չգիտեմ ինչյանը վաղ մյուս օր անպայման դատվելու է, ես դա իրեն խոստանում եմ, որտեվ ես քաշ տեղյակ եմ իր կատարած գործողություններից, իր գործունեությունից, քաշ տեղյակ եմ ինքը 10 պորտով աղքատ բոմժա դառնալու եւ ինքը անձամբ փտելու է բանտում, ուղղակի ես ուշադիր կլինեմ, որ իրան կտանքներ չենթարկեմ, որտեվ չի կարելի մարդկանց չարացնել իրականում, եւ պետք է գան զինվորականներ, ովքեր մեր պետությունը կվերցնեն իրանց ձեռքը, պետության ղեկը, ես չգիտեմ ովքեր կլինեն այդ մարդիկ անկեղծ, ես միայն գիտեմ, որ այդ մարդիկ լինելու են զինվորականներ, ինչու ոչ նաև ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Պատմությունը ասում է, պատմության դասերն ասում են, որ արդեն եկել է իրենց ժամանակը։ Մարինա, շնորհակալ եմ, իսկապես շնորհակալ եմ այսօրվա համար, սիրելի բարեկամներ, Ներով Երոբուշ, Մարինա Խաչատրյանն էր այսօր Փակ TV տաղավարում
Ես հավատում եմ թե Մարինային թե այն գաղափարներին, որոնց նա դավանում է եւ համոզված եմ, որ դուք բոլորը պիտի վայելեք մեր վաղվա օրը, այն լինելու է ավելի պայծառ, քան այս թշվառ իրավիճակը։ Այսօր այդքանը, ցտեսություն։